Հայաստանի առաջին կարճակյանց հանրապետությունը ձևավորելիս 1919 թվականի հենց մայիս ամսին ձևավորում ենք նաև ռազմածովային նավատորմը Սևանա լճում։ Առաջատար նավերից էին Աշոտ Երկաթը եւ Սիստրիցա Նյուշան, որը հետո փոխվեց Գեղանուշի, վերանվանվեց։ Որտեղ են հիմա Գեղանուշը եւ Աշոտ Երկաթը։ 2015 թվականին Սևանա լճի արտանիշի հերվանդանում սուզվելու ժամանակ հանդիպեցինք մի երկաթե նավի։ Արդյոք դա Աշոտ Երկաթն էր, թե այն նավն էր, որը Կոստանդզարյանի նավը լեռան վրա պատմավեպում եկել հասել էր Սևանա լիճ։ Կպարզենք այսօր մեր հյուրի, պատմական գիտությունների դոկտոր Ամադունի Վիրաբյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Վիրաբյան։ Բարև ձեզ։ Նախ ծանոթանանք ռեպորտաժին, այնուհետև վերադառնանք տաղավար եւ շարունակենք զրույցը։ Հնարավորել Լուկաշինն է, բայց չեն կարող 100% ասել։ Որտեղ է սուզված։ Ասում են 40 թվերին։ Կապրոնի թելբեր, որ երկարությունը չափենք, վերենք ստեղ երկարությունը точно իմանանք նավի։ 20 մետր կլինի։ Պետք է որ շատ լինի, 30 լինի։ Այս անգամ որոշում ենք գտնել Սևանա լճում խորտակված ամենամեծ նավը։ Քանի անգամ գնում ենք չեն կարող գտնել։ Չնայած սուզված վաղ տեսել ենք։ Հիմա կփորձենք գնանք մեկ անգամ եւս այդտեղ սուզվելու նույն տեղում։ Եվ փորձենք գտնենք, քանի որ 3 հոգի ենք, ավելի մեծ տարածք կարող ենք վերցնել նայելու եւ ավելի հեշտ գտնենք նավը։ Ուղևորվելով դեպի լճային հատվածը, որտեղ տարիներ առաջ Ռաֆայել Մկրտչյանը տեսել է խորտակված նավը եւ որի մասին տարբեր լեգենդներ են հյուսված, որոշում ենք, եթե մեզ հաջողվի տեսնել ու պեղել այն, մարդկային ոսկորների հանդիպելիս կիսատ թողնել եւ դուրս գալ ափ։ Սուզման ընթացքում Սևանը սկսում է փոթորկել ու պղտորվել, տեսանելիությունը գնալով նվազում է, ու ստորջրյա հոսքը շեղում է մեր ընթացքը։ 1 ժամ շարունակ փորձում ենք դիմադրել հոսքին ու ճանապարհից չշեղվել, բայց ապարդյուն։ Թթվասնի պաշարը դառնում է օրհասական, հարկավոր է արագ վերադառնալ։ Գեղամա գեղեցկուհին քմահաճ գտնվեց, մեր խումբը սակայն չհուսահատվեց։ Ուրվական նավի մասին լեգենդներ են հյուսել, պատմելով, թե իբր գիշերն այն ավելի տեսանելի է դառնում եւ ուրվագծվում ջրի հատակին։ Լեգենդը վկայակոչողների մտատանջությունները փարատելու համար որոշում ենք սուզվել գիշերով, հուսալով, որ գիշերվա մթին ուրվական նավը ստորջրյա լուսարձակների օգնությամբ ավելի տպավորիչ կդարձնի մեր հետազոտությունը։ Եղանակը սակայն այս անգամ էլ անբարեհաճ գտնվում։ Գիշերվա հուսահատությունն ու Սևանի սառնությունը արգելք չեն հանդիսանում ընդհատելու մեր հետազոտությունները։ Վերջապես հերթական սուզման ընթացքում երևում է ուրվական նավը, ինչը փնտրում ենք մեր հետազոտությունների մեկնարկից մինչ օրս։ Առանց տեխնիկայի օգնության անհնար է մաքրել տասնամյակների ավազը։ Հարկավոր է տեխնիկական զինվածություն ու ժամանակ հետազոտությունն ավարտին հասցնելու համար։ Պարոն Վիրաբյան, որտեղ է Աշոտ Երկաթ նավը։ Գիտենք, որ հաստատ Սևանա լճում չէր կարող ձևավորվել հզոր ռազմածովային նավատորմ, երկու նավ է հիշատակվում եւ այլ փոքր նավեր, Աշոտ Երկաթ նավը, 1 թնդանոթով 2 գնդացիրով եւ որտեղ է։ Իհարկե, այդ նավը չկա, որտեվ նա առագաստանավ է եւ կառուցված էր կամ հավաքվել էր կամ ինչպես ասենք նավաշինարարում, որը Ելենովկա քաղաքում էր այդ ժամանակ, գյուղեր ավելի ճիշտ, Ելենովկան ներկայիս Սևան քաղաքը, դա փայտից էր կառուցված եւ նա չի պահպանվել։ Աշոտ Երկաթը դա առագաստանավն էր 2 կայմից, 2 գերաներ, որոնց վրա առագաստներն էին, զինված առագաստանավ, ռուսերեն կոչվում էր, այդ նավը կոչվում էր շխուն։ Ինչի շխուն։ Ռուսերեն կոչվում էր շխուն, դա նշանակում է, դա նավի տեսակ էր, երկայմ առագաստանավ, ռուսերեն շխուն էր կոչվում դա։ Դա կառուցվել էր Սևանում, Ելենովկայում ավելի ճիշտ, եւ կառուցմանը մասնակցել էին հիմնականում ռուս սպաներ, ծովային սպաներ, բարեբախտաբար նրանց ազգանունները պահպանվել են, դժբախտաբար անունները, հայրանունները չեն պահպանվել բոլոր պաշտոնական փաստաթղթերում եւ մենք չենք կարողացել նույնականացնել, ասենք Նիկոֆորակի ազգանունից հնչում է, որ ինքը հույն էր ազգությամբ, լեյտենանտ Բաթյան նավատորմի լեյտենանտ էր, որին
1919 թվականի որոշումը ընդունելուց հետո մայիսին ինչու հատկապես խնդիր առաջացավ ստեղծել ռազմական նավատորմիղ, որտեվ Սևանի ափին հատկապես Վարդենիսի, Բասար Գեչարի այդ ժամանակ շրջանում ադրբեջանցիներ էին, թուրքեր էին ապրում եւ նրանք ամբոստանում էին հայկական իշխանությունների դեմ։ Թուրքական գյուղերն էլ կային նաեւ Նոր Բայազետի շրջանում, ներկայումս Գավառում, որոնք եւս հաճախակի ճանապարհները փակվում են, այդ գյուղերը գտնում են ճանապարհների վրա եւ որպեսզի արագ հնարավոր լինի իրականացնել շարժում, այդ խնդիր առաջացավ ստեղծել ռազմական նավատորմիղ էր, որտեղ սկզբնական շրջանում ընդհանրապես բաղկացած էր մեկ նավից, ինչպես ասեցի, Աշոտ Երկաթ, ուրեմն ինչպես ասեցի, դրանք ռուս սպաներ էին, Բաթյան նավատորմից հրավիրված, երկրորդի ազգանունը Ալեյնիկով նույնպես պահպանվել է, երրորդի ազգանունը Տորնովսկի կամ Տարնովսկի, դա մեր նավաշինարարներն էին, դրանք առաջինը եկան, հրավիրեցին օգոստոս ամսից եւ նրանց ռազմական նախարարի հրամանով, որ Արարատովն էր, Արարատյանն էր, օգոստոսի 8-ից նրանց ընդունել են մեկին նավաշինարարում, մյուսին նավի հրամանատար, մյուսին տնտեսչական ղեկավար, բայց կային նաև մի քանի հայեր, որոնց անունները բարեբախտաբար պահպանվել են, օրինակ Թումանյան Սերգեյ, որը Սանկտ Պետերբուրգի կամ Պետրոգրադի կայսերական ծովային ուսումնարանի գարդեմարին էր, այսինքն բարձր կուրսի ուսանող էր, որը դարձավ հրամանատարը։ Չէ, նա չդարձավ, նա մեխանիկն էր, նավի Աշոտ Երկաթի մեխանիկներ, հրամանատարներ Նիկոֆորակին, ինչպես ասեցի, Նիկոֆորակին։ Ինչի եմ ասում, որովհետև շատ աղբյուրներում, հասանելի աղբյուրներում ասվում է, որ հենց ծովակալության սպա ռուսական Թումանյանն էր հրամանատար դարձել, Սերգեյ Թումանյանը։ Սերգեյ Թումանյանը գարդամարին էր, ինչպես ասեցի, նավի մեխանիկն էր։ Կար նաև մեկ ուրիշ Թումանյան, որ Թումանյանների իշխանական տնից էր, Թումանյան Յասոն Կոնստանտինի, որը կարճ ժամանակ մնաց, ինքը առաջին համաշխարհային պատերազմին մասնակցել էր, առաջի կարգի նավապետ էր, կապիտան էր առաջի կարգի, հետո Սպիտակ բանակում էր եղել էր բանում Վոլգա-Կասպյան նավատորմիղում, այսինքն Սպիտակ բանակում էր, եկել էր եւ օգոստոսին եկա, բայց կարճ մնաց, շատ կարճ 19 թվականի ընդունեցին նրան հունիսի 17-ին, շատ կարճ, մեկ ամիս մնաց, հետո թողեց երևի այս պայմաններին չկարողացավ հարմարվել պայմաններին, մեկ ամիս հետո լքեց Հայաստանը, նորից գնաց Սպիտակ շարժում, հետագայում նա ծնվել էր 1883 թվականին, այսինքն 14 թվականին նա մոտավորապես 31-32 տարեկան էր, հետագայում իր տեղափոխվեց Պարագվայ, հասավ Պարագվայ եւ այնտեղ մահացավ 1955 թվականին, որը եւս ասում եմ ազգությամբ հայ էր, բայց կրկնում եմ, որոշակի դեր կատարեց 1919 թվականի ամռանը։ Ունենք նաեւ Գարագաշյան ազգանունով մի կազմակերպիչ մեկը, որը նավահանգստի պետն էր, ասեցի, որ ցանկացած նավ պետք է ունենա նավահանգիստ։ Ես ուզում եի նավահանգստից խոսենք մի փոքր, ինչպիսին էր նա։ Ես չեմ կարող ասել, փաստաթղթերում ինչ է պահպանվել, կառուցվածքի մասին կամ Փայտյա տախտակամածով նավահանգիստ էր, որտեղ Աշոտ Երկաթը գալիս էր եւ այնտեղ բաներ անում, կայանում էր։ Աշոտ Երկաթը մնաց մինչև 1921 թվականը։ 1921 թվականին երկրորդ նավը հայտնվեց Սևանալճում, որը կապված էր Գասպարյան Երվանդի անվան հետ, Երվանդ Հովանեսի Գասպարյան, որը ծնվել է Վրաստանում 1872 թվականին, շատ հետաքրքիր արկածալից կյանք է ունեցել, սովորել է Փոթի ծովային դպրոցում, հետո վարձվել է ավստրիական Էմմա Արագաստանավի վրա, նրանով այդ Արագաստանավով հասել է, մասնակցել է Կրետե կղզու 1896-97 թվականի ապստամբությանը Թուրքիայի դեմ, մասնակցել է որոշակի աջակցություն է ցուցաբերել հայ ֆիդայիներին եւս, կրկնում եմ, արկածալից կյանք է ունեցել, եղել է Ղազար կղզում, բայց շատ քիչ է իր մասին տեղեկությունները քիչ են, բայց որոշակի բաներ մենք բարձել ենք։
եղել է Սուրբ Ղազարի կղզում, որտեղ հին ձեռագրերից ուսումնասիրել է հայկական առևտրական նավատորմիղի մասին պատմությունները, մասնակցել է առաջին համաշխարհային պատերազմին, եղել է Մանթաշովի այդ նավթարդյունաբերությանը, որը ուներ նաև շոգենավեր, որոնցով նավթ էր տեղափոխում, Բորժոմի շոգենավի կապիտան է եղել մինչև առաջին համաշխարհային պատերազմը, առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ եղել է Օդեսայում, կռվել է գերմանացիների դեմ եւ 1921 թվականին տեղափոխվել է Հայաստան։ Հայաստան ինչու տեղափոխվեց։ Դեռևս 1916-17 թվականին ռուսները գրավելով Վանալիճը, նաև Ուրմյան Պարսկաստանում մի նավ տեղափոխեցին Սանկտ Պետերբուրգից, որի անունն էր Սեստրիցա Քսյուշա էր անունը, նա գնացքով հասցրեցին միջև Շախտախտի կայարանը, որը Նախճեվանում է, ներկայումս էլ կա, եւ այնտեղից չկարողացան, արդեն սկսվեց փետրվարյան հեղափոխությունը, հոկտեմբերյան հեղափոխությունը եւ այդ նավը այդպես մնաց այնտեղ։ Հենց վագոնի վրա, բեռնատար վագոնի վրա այդպես մնաց այնտեղ։ Երբ որ 1920 թվականին հայկական զորքերը գրավեցին Շախտախտին, այդ նավը տեղափոխեցին գնացքով Երևան, բերին հասցրեցին Երևան կայարան, ցանկանում էին տեղափոխել Սևանալիճ, որտեղ նա մետաղից էր, ձեր տեսած խորտակված նավը, դա Սեստրիցա Քսյուշա նավն էր, որին հայերը դրեցին Գեղամա լճի անունով, Գեղանուշ, որտեղ կնոջ անունների սկզբանե դրեցին եւս կնոջ անուն Գեղանուշ։ Եվ ահա 21 թվականի խորհրդային իշխանություն հաստատելուց հետո այդ նավը գտնում էր ներկայիս Երևանի կայարանում, որտեղ այսօր Սասունցի Դավթի արձանն է։ Եվ ահա այս նավը Սևան տեղափոխելու համար փնտրեցին եւ գտան Երվանդ Գասպարյանին։ Նա արդեն 21 թվականին եկավ Հայաստան եւ ձեռնարկեց նավի տեղափոխումը դեպի Սևանալիճ։ Պարոն Վիրապյան, մի հետաքրքիր համադրություն կա, համեմատություն, ասում են, որ դա Կոստան Զարյանի նավը լեռան վրա վեպի նավն է։ Այո, իհարկե դա։ Այնտեղ նշվում է Ալբատրոս եւ Չէ, նա այնպես նավի անունը կոչվում է Ալբատրոս եւ ասվում է Արա Հերյանին։ Չէ, Արա Հերյանն էլ դա հենց բանի կերպարն է, դա Երվանդ Գասպարյանի կերպարն է, նա։ Այո, դա Արա Հերյանը Երվանդ Գասպարյանն է, Արա Հերյան իրականության մեջ չի եղել։ Գրել հենց իր անունով։ Չէ, ինքը փոխել է անունները։ Բոլոր անունները փոխված են, այնտեղ ռեալ իրական մարդու անուն, որ հանդիպես, որ իրականում ունեցել այդ անուն չկա, բայց վեպի բոլոր հերոսները եղել են իրական մարդիկ։ Վեպի բոլոր հերոսները եղել են իրական մարդիկ եւ Արա Հերյանը դա նույն ինքը Երվանդ Գասպարյանն է։ Եվ նավն է անվանափոխված ներկայացվել։ Եվ այո, իհարկե գեղարվեստական ձևով է ներկայացված, գեղարվեստական ձևով։ Այդ նավը Երևանից տեղափոխել են 12 զույգ եզեր, այսինքն 24 12-ը բազմապատկած 2-ով 24 եզեր տեղափոխել են եւ այդ ճանապարհին այնքան հետաքրքիր էր նկարագրությունն էլ ինչպես նավը լեռան վրա կա եւ իրականությունն էր բոլոր գյուղերից հավաքվում էին թե ինչպես մեծ սայլ էին պատրաստել գնացքից բանը նավը տեղափոխել էին սայլի վրա կրկնում են փոքր մետաղյա նավակ էր դա նավել չենք կարող ասել նավակ էր նավակ մոտավորապես ինչքան մոտավորապես 10 մետր երկարությամբ նավակ էր որի անունը դրեցին Գեղանուշ 20 թվականին բայց երբ որ նավը հասավ Սևան անունը եւս մեկ անգամ փոխվեց այդ ժամանակ Հայաստանի Ժողկոմ խորի նախագահ այսօր մենք դրան այդ պաշտոնին անվանում ենք վարչապետ Հայաստանի խորհրդային Հայաստանի վարչապետն էր Սարգիս Սրապինյոնյան, որի հեղափոխական մականունը Լուկաշին էր։ Եվ ահա այդ նավի անունը դրեցին Լուկաշին, եւ այդ Լուկաշին նավը միջև Լուկաշինը ննջում է Սևանի հատակին։ Այո, Լուկաշինը միջև 1950-ական թվականները բաները կատարել տարբեր դեպի Վարդենից, դեպի Մարտունի դեպի Ելենովկա Սևան այդ արդեն բեռնափոխադրումներ բեռնափոխադրումներ էին իրականացնում որտեղ ռազմածովայնի բանը դուրս էր եկել անհրաժեշտությունը կրկնում եմ խորհրդային իշխանություն հաստատելուց հետո այդ խնդիրը վերացավ եւ նրանք այդ երկու նավակն էլ կատարում էին փոխադրումներ եւ մարդկանց եւ բեռների այսինքն բայց այդ երկու նավով
բան չեղավ, սահմանափակվեց։ Կային փոքր նաև նա։ Երվանդ Գասպարյանը, որը փայլուն տիրապետում էր մի շարք լեզուների, նույնիսկ ես ընթերցեցի ինչպես Սևանում 1944-45 թվականին գերիները կառուցում էին Ստորգետնյա Սևանի հեկը, եւ այդ գերիներից մի քանիսը շփվել են Երվանդ Գասպարյանի հետ եւ տեսել են նա ինչքան ազատ տիրապետում էր գերմաներեն լեզուն եւ հետագայում նրանք գրել են այդ մասին եւ նրանցից մեկը նույնիսկ որը գիտնական էր դիմել է բանին Երվանդ Գասպարյանին, որ կարելի է այստեղի եղած այս նյութերը օգտագործել, այս հանքերը օգտագործել եւ ահա նրան գերությունից ազատել են, նրան ավելի ազատ, այսպես ասած, իրավունք են տվել եւ ահա այս գերմանացին, որ հետագայում հայտնի գիտնական է դարձել, կարծեմ նույնիսկ Նոբելյան մրցանակի դափնեկիր, բավականին հետաքրքիր հուշեր է թողել Երվանդ Գասպարյանի մասին։ Երվանդ Գասպարյանը մահացել է 1946 թվականին։ 26 տարի նախ ղեկավարել է Սևանի նավագնացությունը եւ ստեղծել է տնտեսություն։ Առաջին անգամ ստեղծվեց տնտեսությանը մի փոքր հյուրանոց ստեղծվեց։ Դեռ գիտական կայան ստեղծվեց առաջ անգամ իշխանի պահածոների պատրաստման գործարան։ Պարոն Վիրաբյան, դեռ մենք ռազմածովային նավատորմի նավատորմը կարճ կյանք ունեցավ, 1 տարվա, 1 տարվա կյանք։ 21 թվականին որպես այդպիսին ռազմական նավատորմը վերացվեց։ Եվ այդ եղած երկու նավերը կատարեց, ինչ նա պահպանում էր առաքելությունը նա էր, որ արագ ձևով հնարավորություն էր լինում զիննամթել եւ այլ տեղափոխել, որտեվ տեսեք 1920 թվականին Ղարաբաղին կազմակերպվող օգնությունը իրականացվում էր Վարդենիսի միջոցով, Վարդենիսից ուղիղ իջնում էր դեպի Քելբաջար, այնտեղից դեպի Մարտակերտ եւ Ղարաբաղ։ Եվ նավերով։ Այո, նավերը տեղափոխում էին բեռները, զինվորները Վարդենիս, Վարդենիսից նրանք արդեն ճանապարհով, ոտքով կամ ձիով տեղափոխվում էին բան։ Աշոտ Երկաթի գնդացիրները եւ թնդանոթը երբևէ օգտագործվել է։ Ենթադրում եմ այո, բայց հստակ չեմ կարող նշել, ինձ թվում է օգտագործվել է, բայց հստակ տեղեկություն չունեմ, անկեղծորեն ասեմ։ Ըստ ամենայնի նաև այդ գնդացիրի համար համապատասխան զինամթերք եւ այլն ձուլվում էր Ելենովկայի նավաշինարանում։ Չէ, նավաշինարան դարձած մեքենաների օգտագործում էին բեռնատար մեքենաների բանկար։ Երևանից մինչև Դիլիջան գործում էր բեռնատար մեքենաների, այսպես երթևեկություն։ Կար այդ երթևեկությունը։ Բեռնատար մեքենաներով Երևանից զինամթերք եւ այլը տեղափոխում էին մինչև Ելենովկա, Ելենովկայից տեղափոխում էին Վարդենիս եւ Մարտունի։ Իսկ այս զինամթերքը Հայաստանին ինչպես էր հասնում։ Ну, դա անգլիացիները բերում էին Բաթում, Անգլիայից կամ Ֆրանսիայից կամ Իտալիայից բերում էին Բաթումից տեղափոխում էր գնացքով Հայաստան, վրացիները տեղափոխելու դիմաց վերցնում էին ռազմամթերքի 30%-ը։ 30%-ը վրացիները վերցնում էին իրենց երկրով տեղափոխումը ապահովելու համար, մնացած 70%-ը գալիս հասնում էր Հայաստան։ Իսկ կա ցուցանիշներ, թե այդ ժամանակ ինչպիսի զինամթերք է եկել Անգլիայից։ Իհարկե կան, ես մոտավորապես 50,000 հրացան է եկել, Անգլիայից 50,000 հրացան, բերել են մեծ քանակությամբ հագուստեղեն, բերել են կոշիկ, դժբախտաբար այդ կոշիկները փոքր էին, եվրոպացիները ոտի համար, մեր կովկասյան գյուղացիներին, որոնք տրեխ էին հագել եւ լայնաթաթ ոտքեր ունեին, այդ կոշիկները չէին կարողանում օգտագործել։ Դա եւս պատմության մեջ մնացել է, գրվել է այդ մասին։ Ստանում են եւ հագուստ կրկնում եմ, եւ օթանավեր եկան, Ֆրանսիայից մի քանի օթանավեր եկան, հասան այստեղ։ Դա 1919-ին։ 19-20 թվականներին։ 19-20 թվականներին։ Եվ ռազմածովային մթերքն էլ նաեւ այդ շարքում էր։ Ռազմածովային մթերք ասելով մենք նույն զենքներ, նույն գնդացիրներ, նույն գնդացիրներ, որը տեղադրված էր։ Տարբերություն չկար, ոչ մի տարբերություն չկար։ Ուղղակի նույն հետևազորի նույն գնդացիրներն էին, երկու գնդացիր եւ մեկ փոքր թնդանոթ։ Այդ նավը բանաշոտ երկաթը զինված էր դրանով։ Սիստրիսը Քսյուշան, որը վերանվանվեց Գեղանուշի, ռազմականացվեց այն, համապատասխանեցվեց թնդանոց կամ գնդաթիր տեղադրվեց։ 21 թվականի եւ դրա անհրաժեշտությունը չկար։ Արդեն խորհրդային ժամանակ հասավ։ Խորհրդայիններն հանգստացել էին,
մի ազգամիչյան բաները, ազգամիչյան կռիվները վերացել էին, քաղաքացիական կռիվը բոլշևիկները հաղթանակով դուրս եկան եւ դրա անհրաժեշտությունը չկար։ Նավը հասավ 21 թվականի ամռանը մոտավորապես օգոստոս ամսին, երբ որ արդեն ամեն ինչ խաղաղներ եւ նա ռազմական նավ վերածելու խնդիր չառաջացավ։ Նա մնաց որպես քաղաքացիական նավ, որը կրկնում էր տեղափոխում էր մարդիկ եւ բեռներ։ Եվ այդ նավագնացությունը մինչև 50-ական թվականները գոյություն է ունեցել եւ այդ դրանց ավելացան նաեւ այլ նավեր, միայն այդ երկուսը չէին։ Ես այստեղ գրել եմ ու ռուսերեն էին թվականին ավելացան 19-ից 20-ը 29 թվականին Երևան Գասպարյանը գնաց Աստրախան եւ այնտեղից բերեց երկու նավեր, որոնք էլի կանանցի անուններ ունեին։ Մեկը Տատյանան էր, մյուսը Այդան էր։ Այն Տատյանա եւ Այդան նրանք գնացքով հասցրեցին մինչեւ էլի Երևան, Երևանից նորից նույն եզներով նորից տեղափոխեցին դեպի Սևան։ Բայց Տատյանան եւ Այդան հասան Սևանա լիճ։ Անունները նրանց եւս փոխվեց։ Դարձան Սարգիս Լուկաշինից հետո վարչապետ, այսինքն Ժողկոմ խորհրդի նախագահ եղել էր Սարգիս Համբարձումյանը կամ Սակո այդ ժամանակ կարճ էին ասում Սակո Համբարձումյան, որը Շուշիի ծնունդ էր, Ղարաբաղցի էր 20-ական թվականներին Լուկաշինից հետո մինչև 29 թվականը 25-ից երբ որ Լուկաշինը տեղափոխվեց Թբիլիսի, այնտեղ գնաց Անդրկովկասյան դաշնությանը ծառայելու, նրան փոխարինեց Սակո Համբարձումյան։ Ահա այս նավերից մեկը կոչվեց Համբարձումյան, մյուսը կոչվեց Ռաբոչի, որը թարգմանաբար նշանակում է աշխատանքային բանվոր։ Հետագայում ավելացան նաև կոմերիտական, կոմունիստ եւ վերջին նավը, որը գործել է մինչև 50-ական թվականները, գրել է Անաստաս Միկոյանի անունը, նավի անունն էր Միկոյան։ Ահա այս նավերն էին մոտավորապես փաստորեն մենք թվարկեցինք 7 նավերի անուններ, ինչպես ասեցի, Աշոտ Երկաթ, Լուկաշին, Բանվոր, Համբարձումյան, կոմերիտական, կոմունիստ եւ Միկոյան նավերը, որոնք մինչև 50-ական թվականները ծառայել են։ Հետո դրանք բոլորը երբ որ նավագնացությունը վերացավ, կառուցվեց Սևանից դեպի Վարդենից գնացող նոր ճանապարհը կառուցեց, այդ նավերի հետագա շահգործման անհրաժեշտությունը վերացավ եւ նրանք հիմնականում ջրասուս արվեցին։ Մեկի տեղը գիտենք արվեցին միտումնավոր, այո, միտումնավոր։ Այսինքն մենք դուք նաև մանկավարժական համալսարանում թանգարանագիտության եւ արխիվավարության ամբիոնի վարիչն եք։ Աշխարհում տարածված է ու շատ մեծ տեմպերով զարգանում է ստորջրյա հնագիտությունը, ստորջրյա զբոսաշրջությունը։ Ստորջրյա զբոսաշրջային այդ տուրերին, որոնցից շատերին ես ինքս եմ մասնակցել, շատ հետաքրքիր է զբոսաշրջիկներին տեսնել խորտակված նավ։ Սևանում մեկը ես տեսել եմ, մյուսների տեղը արդյոք գիտենք եւ կարող են մեր երկիր եկող Գիտեք ինչ, մեզ դժբախտությունը նրանում է կայանում, որ հաճախ վաղ օրվա մասին չենք մտածում, երբ որ ջրասուզ են արել, չեն մտածել, որ մի օր դա անհրաժեշտ է, բայց Սևանը այդքան էլ խորը չի, հատկապես կարող ենք եւս 6 նավ գտնել։ Ջրասուզ արվել են փոքր Սևանում, այսինքն Ելանլիբանի Սևանի կղզու շրջակայքում, հեշտ է դա գտնելը այնքան էլ դժվար չի, միայն այդպիսի ծրագիր կար Սևանում ստեղծելու ստորջրյա թանգարան, մեր նախկին նախարարներից մեկը այդպիսի ծրագրեր ուներ, Արմեն Ամիրյանը այդպիսի ծրագրեր ուներ 1916-17 թվականներին, բայց ինչպես ասում են, ուրբաթը շաբաթից շուտ եկավ, նա աշխատանքից ազատվեց եւ այդ ծրագրերը մնացին միայն ծրագիր։ Բայց դեռ գալու է երկուշաբթին։ Հնարավոր է։ Մի օր իհարկե այդ հետաքրքիր է դա, ես ինքս Մալազիայում մտել եմ օվկիանոսի տակ, ոչ թե լողազգեստով, այլ ուղղակի կառուցված էր ապակուց ծովի տակ կառուցված էր այդ թանգարանը, որտեղ իրականության մեջ, ռեալ իրականության մեջ դու տեսնում ես ստորջրյա ձկներին եւ այլ բուսականություն եւ այլը շրջում էիր աչից ձախից ապակիներով, վերևից ապակի եւ դու տեսնում էիր ամեն ինչ։ Հուսանք մի օր Սևանում էլ դա իրականություն կդառնա։ Հուսանք։ Շնորհակալություն Ծովահայերի եթերին մասնակցելու համար, հիշեցնեմ, մեր հյուրն էր պատմական գիտությունների դոկտոր Ամատունի Վիրաբյանը, ձեզ հետ էր Աննա Մարտիկյանը։ Մնացեք խաղաղությամբ։